Համաձայնվենք, որ միամտություն կլինի ենթադրելը, թե մեր երկիր մոլորակի նման հսկայական տնտեսությունը ընդհանրապես չի կառավարվում։ Բոլորս հիանալի հասկանում ենք, որ մարդիկ չեն կարող կառավարել կլիման, ծովերը և օվկիանոսները, երկրաշարժներն ու փոթորիկները, հրաբուխներն ու այլ բազմաթիվ բնական երևույթները, քանի որ ցավոք մոլորակին վերաբերող ճշգրիտ գիտելիքները շատ քիչ են։ Եղածներն ու բոլորին հասանելիներն էլ հաճախակի անմիջապես մերժվում են պաշտոնական գիտության կողմից, իսկ մարդկանց ուղեղի հնարավորությունները այնքան թույլ են, որ բնությունը կառավարել չեն կարող։ Օգտագործելով Ռուսաստանի գիտատեխնիկական ընկերության և կանխարգելիչ ռազմավարությունների կենտրոնի գիտահետազոտական ինստիտուտի նոր գիտելիքների առաջնային աղբյուրները, մենք կարող ենք գնահատել մարդու ուղեղի կատարելությունը թվերով։ Այն ներկայումս կազմում է ոչ ավելի, քան վայրկյանում տատանումների 2/64 աստիճանը, իսկ երկիր մոլորակի ուղեղի կատարելությունը հավասար է վայրկյանում տատանումների 2/512 աստիճանը։ Սկզբից ի վեր կազմակերպված է այնպես, որ մարդիկ գործնականում շարժում են մոլորակի էվոլյուցիան, բայց երկրի բանականության էներգատեղեկատվական կառույցների պարտադիր վերահսկողությամբ և հոգատար խնամակալությամբ։ Իսկ գիտելիքների այլ աղբյուրներ չկան և չեն էլ եղել։ Գիտելիքներն ու ցանկացած հայտնագործություն մարդկանց փոխանցվում են երկրի մոլորակային մտքից, մոլորակի, որի վրա բոլորս գտնվում ենք, էվոլյուցիոն զարգացման առաջի փուլի գործնական իրականացման համար։ Այս տեսանյութում ձեզ կառաջարկվի այսպես կոչված մրսածության ծագման ոչ այնքան սովորական տարբերակ։ Երկիր մոլորակը, նրա բանականությունը և կառավարող կառույցները անընդհատ և ուշադիր վերահսկում են երկիր մոլորակի և մոլորակների ամբողջ մոլորակային համակարգի վրա գոյություն ունեցող ամեն ինչը։ Դրա հնարավորությունները գոյություն ունեն։ Կառավարումն իրականացվում է մոլորակային սարքավորումների օգնությամբ կառավարման համալիրի միջոցով։ Դրանք այսպես կոչված ՉԹՕ-ներն են ու պլազմոիդները, կառավարման լարերը, ինչպես նաև կենդանական և բուսական աշխարհը։ Այս բոլոր գործողությունները տեղի են ունենում մթնոլորտային ցանցի կառուցվածքներում, որոնք նաև օգտագործում են բոլոր բնական գործընթացները կառավարելու և վերահսկելու համար։ Հենց երկիրն է կառավարում մոլորակների ամբողջ միջմոլորակային համակարգը, որը մենք անվանում ենք արեգակնային համակարգ։ Սակայն, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, կառավարման համակարգը չի տրամադրում ամբողջական տեղեկատվություն իր աշխատանքի և կառավարման սկզբունքների մասին։ Բնության մեջ ամբողջը գտնվում է մշտական փոփոխության մեջ և կառավարվում է մարդկանց կողմից չգրված աշխարհաստեղծ օրենքների համաձայն։ Նման փոփոխությունների արտացոլումներից մեկը կյանքի ապահովման հաճախականությունների տարեկան փոփոխությունն է, ներառյալ ջրի նոր էտալոնային կարգավիճակի հաստատումը ընթացող տարվա համար, նոր էտալոնային մարդու ձևավորումը և այլ միջոցառումներ։ Մեկ ֆիլմում կառավարման բոլոր նրբություններն ընդգրկել հնարավոր չէ, ուստի կդիտարկենք մրսածության հիվանդությունների առաջացման բոլոր պատճառները, որոնք ուղղակիորեն կապված են մարդկանց կենսապահովման փոփոխության գործընթացների հետ։ Կենդանի օրգանիզմների կենսապահովումը դա էներգիաների անընդհատ հոսք է մոլորակային կառավարման կառույցներից ոչ միայն կենդանի օրգանիզմների, այլև քարացած նյութի օբյեկտների գոյությունը պահպանելու համար։ Կյանքի ապահովումը գործընթաց է, որը զգալիորեն ավելի լայն է, քան նույնիսկ երկրի կառավարման համակարգի կառավարման համալիրների մասնակցությունը։ Դա մարդկության վերահսկողության ոլորտն է ոչ միայն մեր մոլորակի, այլև տիեզերքի մակարդակում։ Բերեմ երկու օրինակ։ Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցները զգուշացնում են բնակչությանը արևից բխող հերթական մագնիսական փոթորիկի մասին։ Շատերը, հատկապես տարեց մարդիկ, տարբեր հիվանդություններ են ունենում էներգիայի այս հոսքի պատճառով։ Ինչու է դա տեղի ունենում, ինչպես և ինչ ազդեցություն են ունենում մագնիսական փոթորիկները մոլորակի բնակչության վրա։ Արևը մոլորակ է, ունի կառավարման համալիր, որը կառավարում է արեգակնային մագնիտարներն ու պուլսարները, որոնք փոխակերպում են ֆոտոնների և մագնիսական մասնիկների գալակտիկական հոսքերը միջմոլորակային համակարգի կարիքների համար։ Արեգակի կողմից կատապուլտված պլազմային հոսքը պարունակում է ֆոտոններ և մագնիսական մասնիկներ մարդու ուղեղի նեյրոնների միացման նոր օրինաչափություններով։ Մարդու ուղեղում հայտնվելուց հետո այս շղթաները փոխում են ուղեղի նեյրոնների կապերը այլ հերթականությամբ, ինչը անկասկած ազդում է մարդկանց ինքնազգացողության վրա։
Այս գործընթացներն իրականացնելու համար որևէ խոչընդոտ չկա, քանի որ նման սխեմաների փոփոխությունը մարդկանց պաշտպանում է մտածողության և դատողության օգտակար հմտությունների ոչնչացումից։ Մարդկանց համար դա պարտադիր գործընթաց է։ Մոլորակային բանականությունը գտնվում է շարունակական զարգացման գործընթացում, և մենք բոլորս պարտավոր ենք համապատասխանել դրան։ Այլ օրինակ, մեր գալակտիկայում կա մոլորակների որոշակի համայնք, բանականության 512 օկտավայով, դրանց ընդհանուր քանակը 384 մոլորակ է, դրանցից մեկը մեր երկիրն է։ Մեր մոլորակի վրա լեզուների թիվը տարօրինակ կերպով նույնպես 384-ն է։ Դրանցից մեկը ռուսերենն է, մեր մոլորակի մայրենի լեզուն։ Մնացած ժողովուրդները խոսում են իրենց 383 լեզուներով։ Շնորհիվ այս համայնքի բոլոր մոլորակների ուղեղի նեյրոնային կապի օրինաչափությունների անընդհատ հոսքի։ Ուղեղի նեյրոնների միացման սխեմաների փոխանցումը մարդկանց իրականացվում է միջմոլորակային կապի խողովակների միջոցով։ Մարդու ուղեղը նման է տիեզերքի կառուցվածքին։ Մոլորակները նեյրոններ են, իսկ նեյրոնները միացնող սխեմաները մոլորակների միջև կապի խողովակներն են։ Սա կյանքի ապահովման ամբողջ հսկայական գործընթացի միայն մեկ կողմն է։ Ամեն տարի մեր մոլորակի կառավարող կառույցները հսկայական աշխատանք են կատարում կյանքի ապահովման նոր ծրագրեր ներդնելու և դրանց իրականացնելու համար։ Ամեն տարի, սկսած հոկտեմբերի 25-ից մինչև Սուրբ Զատիկը, կառավարման մոլորակային կառույցները տարեկան գլոբալ փոփոխություն են կատարում ամբողջ երկիր մոլորակի կառավարման և վերահսկման ռեժիմի հաճախականության պարամետրերում, մոլորակի էներգատեղեկատվական կառույցների միջոցով ներդնելով մեծ թվով ծրագրեր։ Թվում է ինչ յուրահատուկ բան կա նրանում, որ գրիպի վիրուսը և այլ սեզոնային հիվանդությունները արթնանում են ու մոլեգնում ուշ աշնանը և ձմռանը, մարդկանց անկողին գցում երբեմն բարդությունների տեսքով, վտանգավոր բնույթ ստանալով։ Այս ոչ տրիվիալ գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այս ամենը տարեկան պարբերական բնույթ է կրում, ինչպես ասում են տարեց տարի։ Եվ ահա թե ինչն է տարօրինակ։ Եթե փորձեք մանրամասն ու աստիճանաբար հասկանալ գրիպի վիրուսի հարցը, ակամա կառաջանա միտք, որտեղից է այն գալիս, երբ և ինչու։ Գրիպի վիրուսը Ռուսաստան է գալիս ցուրտ սեզոնին, իսկ գրիպի և սուր սնչառական վիրուսային վարակների այսպես կոչված համաճարակի գագաթնակետը հասնում է ձմռանը։ Թվում է, թե այս ամենն ինչ ճիշտ է, բայց ինչպես բացատրել այն փաստը, որ երբ ձմռանը հյուսիսային շրջաններում մոլեգնում են ցրտերը, նմանատիպ երևույթներ են դիտվում նաև հարավային շրջաններում, տաք, խոնավ կլիմայում։ Գուցե թռչուններն են մեղավոր, կենդանիներն ու մյուս մեր փոքր եղբայրները։ Անշուշտ, կա թռչնի գրիպ և խոզի գրիպ, բայց կենդանիներն ու թռչունները վարակվում են տարվա նույն ժամանակին, ինչպես և մարդիկ։ Ժամանակակից բժշկական պատկերացումների համաձայն գրիպի վիրուսը չի փոխանցվում թռչունների, ձկների և այլ կենդանիների կողմից։ Այն չի կարող շարժվել, քանի որ ապրում է ուղեղի հետ կապի շնորհիվ։ Վիրուսները չեն կարող ապրել մարմնից դուրս։ Վիրուսը մարդու կամ կենդանու մուտացված բջիջ է, որը կապ ունի ուղեղի հետ։ Այսպես կոչված սեզոնային հիվանդությունների, օրինակ գրիպ, սուր շնչառական վիրուսային վարակներ, մրսածություն և անգինա, պատճառների մեծ մասը երկրի կառավարման համակարգի ծրագրային գործընթացների իրականացման ընթացքում կենսակառուցվածքի բնականոն կենսապահովման հաճախականության ձախողումն են։ Անհնար է հասկանալ այս հարցը առանց տրիտիումի մասին տարրական գիտելիքների, ուստի ծանոթանանք տեղեկատվության հետ այս հետաքրքիր էներգատարի մասին։ Սրտի, ուղեղի և մարդու ամբողջ մարմնի ռիթմիկ աշխատանքի համար անհրաժեշտ է էներգիա, որը մարմինը վերցնում է օդից և ջրից։ Դրանց կազմի մեջ մտնող գլխավոր էներգետիկ տարրը տրիտիումն է։ Օդը կշռելիս տրիտիումը չի հայտնաբերվում, այն գործնականում աննյութական կառույց է։ Շատ կարևոր է իմանալ, որ տրիտիումի մշակման բազային հաճախականությունը տարին մեկ անգամ փոխվում է երկրի կառավարման համակարգի կողմից մոլորակի ամբողջ բնակչության մոտ։ Բազային հաճախականության բացակայության պարագայում կարող եք ունենալ թոքերի բոլոր հիվանդություններ, ջրազրկվել և ոչ մի դեղամիջոց չի օգնի։ Ձմեռը ոչ միայն ձյան և ցուրտ եղանակի հայտնվելն է,
Այլև մթնոլորտի ցանցերում գտնվող տրիտիում էներգատարի մնացած մասի նյութականացման համակարգային գործընթաց, ընթացիկ տարում կառավարման համակարգի տարբեր համակարգային գործընթացների իրականացման համար։ Քանի որ երկրի բոլոր կառավարման համալիրների գործունեության ընթացքում ամեն տարի փոխվում են տրիտիումի հաճախականության բնութագրերը հաջորդ տարվա աշխատանքի համար, անհրաժեշտ է ազատվել արդիականությունը կորցրած հին հաճախականության բնութագրերից, դրանք գցելով մոլորակի մակերեսին, իսկ ազատվածի տեղը լցնել նոր հաճախականության բնութագրերով օժտված տրիտիումով։ Կենսակառուցվածքների կենսապահովման համակարգից հին հաճախականությունները հեռացնելու և նոր հաճախականություններ ներմուծելու այս ամենամյա գործընթացն անմիջականորեն ազդում և համընկնում է մրսածության, գրիպի և սուրբ-շնչառական վիրուսային վարակների հետ։ Ձյունը, սառույցը, կարկուտը և այլ սառը տեղումները նյութականացված տրիտիում են, որոնք մոլորակին այլևս պետք չեն։ Վերջ առաջին մասի, շարունակելի։ Ավելի մանրամասն դուք կարող եք ընթերցել Ֆյոդոր Շկրուդնիևի «Իրականության վերակառուցում» մոնոգրաֆիայում, նրա օֆիցիալ կայքում։ Սպասում ենք ձեր հարցերին մեկնաբանություններում։